Ղեկավարը Քյուրքարելեն Տիգրան Թայերյանին խոսելու ենք Արցախայցյան խնդիրների մասին։ Բարև ձեզ։ Այո, ճիշտ ասած, կուզենամ խոսել շատ կարևոր թեմայի մասին, որը հուզում է ամբողջ հայությանը։ Գիտեք ինչն է ինձ համար ամենամեծ խնդիրը, որ այսօրվա իշխանությունները տարանջատում են հայ ազգին տարածքների մեջ։ Նայեք, ինչ որ եղել է, բայց եթե մենք վերածենք մարդկանց տարածքների ապրողների, ուրեմն մենք շատ մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու, որովհետև ասում եմ մենք պարտական չենք, չէ՞, արցախցիներին, օրինակ, մենք չէ, Երևանի ապրողը, բայց իրականում այդպես չի, որովհետև եթե Երևան գոյություն ունի, դա նրա շնորհիվ է, որովհետև ունի սահմաններ, որովհետև Երևանը այս պահին կենտրոնն է համարվում Հայաստանի։ Իսկ այդ ամեն ինչի ավելի մեծ բացատրությունը նա է, որ այսպես ասած մարդկանց մոտ երկու կարծիք ստեղծվի։ Մեկը, որ արցախցիները վատն են, որովհետև օրինակ ուրիշ ուժերի կաջակցեն, իսկ երևանցին կամ դավուշցին կամ մնացած տեղերի մարդիկ կաջակցեն Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ում ենք մենք ընդհանրապես աջակցում։ Պետք է աջակցենք ինչ-որ մեկին։ Ես կասկածում եմ։ Ոչ թե ինչ-որ մեկին պետք է աջակցենք, այլ պետք է հասկանանք, որ առաջին հերթին պետությունից զատ գոյություն ունի ազգ։ Մինչև Հայաստանի Հանրապետություն կոչվելը գոյություն են ունեցել Ուրարտուի պետություններ անցյալում, այսինքն մինչև կազմակերպվել այս փոքր պետությունը ունեցել են հսկա պետություններ, տարբեր տեղեր, տարբեր վիճակում, բայց որ ցեղին վիրավորես, ով որ հայալեզու է խոսում ու արտահայտվում է ինչպես սովորական հայը, դա մասնագիտորեն առաջին հերթին վտանգավոր է սեփական անձի հանդեպ, երկրորդը, եթե ուզում եք ճիշտ իմանաք, ամենակարևորը ամեն դեպքում առաջնորդի խոսելաձև չի։ Այսքանն է այս թեմայի շուրջ, իսկ մնացածի ինչի ասեմ, խտրականություն։ Դե երևի գիտեք, 90%-ը ինչպես է կատարվում, ցանկացած տեղի ցանկացած մարդուն վերաբերվում են արցախցին ատում է երևանցին արցախցում, կամ էլ գյումրեցուն, կարևոր չի, տեղի խնդիր է, այսինքն մենք սովորել ենք, որ ինչ որ մեկի հանդեպ տարածենք դեպի վատը, մոռանալով, որ եթե մենք տարածում ենք այդ տեղի հանդեպ վատը, կորցնում ենք արժե համակարգ սեփական ազգի համակարգը կոտրելով։ Արդյոք Հայաստանի կառավարությունը սոցիալապես աջակցում է Արցախայցյան։ Ես իմ տեղեկացվածությամբ այն ինչ որ աջակցվել է, այլևս չի տրամադրվում։ Այսինքն մոտավորապես 10,000, 20,000 դրամ, 30 լավ 100,000 դրամ ու ստոպ։ Մարդկանց, ովքեր գործել են տարածքներ, ովքեր փաստացի հայ են, նրանց ազգանունները հայկական են, նրանք այս պահին էլ մեր երկրում տարբեր ազգեր են ապրում, բայց հայ են կոչվում, կեսից ավելին, կարևոր չի, հայրալեզու են և չեն պատրաստվում վտանգ հարուցեն սեփական պետությանը, բայց նա կրճատել է մոտավորապես 100,000-ի չափով ու ստոպ է տվել, այսինքն ոչ։ Իհարկե ոչ։ Իսկ պատճառներից մեկը ո՞րն է։ Պատճառներից ամենամեծը նա է, որովհետև կա խտրականություն, եւս մեկ անգամ նշեմ։ Ամենամեծը դա է։ Ամեն ինչի հիմքը հենց դա է, որ մենք ազգովի արցախցու ու երևանցու մեջ ենք դնում։ Սա ամենամեծ խնդիրն է մեր համար։ Որովհետև եթե ուզում եք ճիշտ իմանաք, դա մեր կործանման սկիզբն է։ Եվ Կարելի է ապահովել նրանց
ինչպես կարելի է։ Առաջին հերթին չդնելով այդ սահմանները։ Ես երևանցի եմ, բայց իմ համար կարևոր չի թե մարդը որտեղից է։ Ու ավելի կարևոր բան կա։ Ասում է ամեն տուն ունի շուն։ Ցանկացած տարածքում գոյություն ունի համ լավը, համ վատը, բայց եթե մենք որոշենք լավն ու վատը, մենք կկորցնենք պետականություն հասկացողությունը, ազգ հասկացողությունը։ Այսօրվա կատարվողը ինձ շատ է անհանգստացնում, մանավանդ ինտերնետ դիրքում։ Մտնում ես, տեսնում ես կեղծիք, մարդկանց վիրավորելու արշավ է գնում։ Հասկացեք, ես չեմ ուզում վիրավորեմ, օրինակ, Նիկոլ Փաշինյանին։ Չնայած իրականում շատ տեղ ունի, բայց վիրավորելու ցանկություն չունեմ, ճշմարտության ցանկություն ունեմ, որ ասվի սա։ Մարդիկ այլևս չեն հավատում նրան։ Ու մեկը ես եմ։ Չեմ հավատում։ Ինչի հավատամ։ Օրինակ, Երևանի բնակիչ եմ ես։ Դուք տեսել եք ինչա կատարվում մեր ասֆալտի հետ։ Այն ասֆալտը, որ ասում են, որ ամբողջ երկրով մեկ կառուցվում է, այսինքն դրվում է, չէ՞։ Պատկերացնենք, որ նույն բանն էլ կատարվելու է այնտեղ։ Այսինքն ինչա իմաստը։ Եթե պետքա սահմաններում ասֆալտը որակով լինի, Երևանում պետքա որակով չլինի։ Սա ում միտքն է։ Այսինքն դա ով է վերահսկողը։ Կամ մեր նույն կրթահամակարգին ով է վերահսկողը։ Տեսել եք ինչա կատարվում TikTok-ում։ Ժողովուրդ, հայ ազգ, իմ ազգ, ձեր բոլորի, մենք ազգ ենք առաջին հերթին, հետո պետություն։ Պետություն հասկացողություն, երբ որ տարանջատում ենք, նայեք արդեն 4-րդ անգամ եմ երևի կրկնում։ Դա մեզ հանգեցնելու է մի բանի։ Մենք մանրից արդեն դա կատարվում է, մանր պառակտում է գնում մեր մեջ ու մեծանում է խնդիրների քանակը։ Մարդիկ այլևս իրար չեն վստահում։ Հանգիստ վիրավորում են, բեսպրիձել է տիրում շատ տեղեր, նույն վերջերս ինչ որ կատարվել էր դրսում։ Հասարակ իրավիճակներում կոնֆլիկտը վերածվում է մինչև դանակահարություն։ Դե ամեն դեպքում մարդ է մահանում։ Իսկ մարդ մահանալ այդքան էլ լավ բան չի։ Իսկ այդ ամեն ինչը չի վերահսկում իրականում։ Եթե փողոցում սովորական անցնող մարդուն տուգանում են, ապա դա ընդհանրապես փող աշխատելու միջոց է, բայց իրական վերահսկողություն այլևս գոյություն չունի, դա բարձ թվերով կան։ Տնտեսության վիճակն էլ նրանից է գալիս, որտեղ ազատություն կա, այո, ազատություն լինելու դեպքում հնարավոր է վաճառել ապրանք, բայց միայն վաճառել ապրանքով դա վերահսկողություն չէ, դա ավելի շատ դե թողես որ ապրանքը ծախվի, էլի, հա, բազար կոպիտ ասած, բազարը մի օր կարող է վերջանա, չէ։ Մի օր կարող է պատերազմ լինի, ոնց որ նա էր ասում։ Ասում է, չէ, թե ես չընտրվեմ Նիկոլը, պատերազմ կլինի։ Իսկ պատերազմ ինչի համար, որովհետև դու ես որոշել, թե դու գիտես։ Այսինքն, եթե դու ոտքդ քաշես, պատերազմ կլինի։ Իսկ եթե մի օր ինչ-որ բան պատահի, ինչ-որ մեկին ձեզանից Նիկոլի հետ օրինակ, չէ՞։ Ինչ կլինի։ Հենց որ չլինի այդ տվյալ մարդը, պատերազմա լինելու։ Աբսուրդ բաներ է կատարվում։ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ արցախցիները փախել են իրենց բնակավայրերից։ Ինչպես է վերաբերվում այս հայտարարությանը։ Փախել։ Այո։ Փախել, հա։ Իսկ ի՞նչ է նշանակում փախել։ Բոլորի մասին է խոսքը գնում։ Հա, գուցե որոշ քանակի մարդիկ փախել են, բայց սովորական քաղաքացին 7-8 տարեկան երեխով, որ փախել է իր տարածքից չկարողանալով ռմբակոծություններից, դա ինչ որ արժեք ունի։ Դա պետքա կոչվի փախնել, թե պետքա կոչվի մի բան, որ մարդը չի կարողացել իրան այդտեղ պահել, իր սեփական փոքր երեխուն, օրինակ վերջերս ինչ կատարվել էր մետրոյում, վերցրել է ու գնացել է ապահով տեղ, այս դեպքում Հայաստան։ Գիտեք, իմ կարծիքով, ընդհանրապես բոլորի կարծիքով, այն մարդկանց, ովքեր ռեալ են դատում, ովքեր նայում են դրան երկու կողմից էլ։ Մարդիկ եթե չեն ուզում դուրս գալ նրանից, որովհետև շատ լավ գիտեն, որ Երևանցին օրինակ փնովելու է իրան։ Նույնն էլ հակառակը կա, այդ դա է խնդիրը մեր մեջ։ Մենք վիրավորում ենք իրար։ Դա ուղղակի
քանդում է մեր ունեցած իրական արժեքները։ Մենք պետք է զբաղվենք մեր ընտանիքով, ոչ թե ինչ-որ մեկին վիրավորելու արշավով։ Ես ինքս աշխատավոր տղա եմ, բայց այդ արդեն շատ մեծ բան է մեր համար։ Եթե պետք է անընդհատ վիրավորեն, ես դրան ուղղակի կատեգորիկ չեմ վերաբերելու։ Դեպի վատը, իհարկե։ Ամփոփելով Ասուրիսը ինչպեսի ապագա եք տեսնում Արցախայցյան համար։ Գիտեք, եթե ընտրվի այս ուժը, լավ բան չեմ տեսնում։ Միայն վատը։ Միայն Արցախայցյան համար չէ։ Ընդհանրապես մեր համար բոլորիս հասարակ բան։ Եթե անընդհատ շարունակվի անբարոյականությունը մեծ թափով կշատանա։ Իսկ ազատությունը, որի մասին խոսքը գնում է, ChatGPT, չգիտեմ, ըտեղելի XXX բաների, որ չընտրվի, այս ուժը դա սուտ է, որովհետև 15-16 թվականից 14 լավ արի խորանանք մինչև 2000-ականների սկիզբ արդեն ռեստավրացիան սկսվել էր, արդեն գոյություն ուներ մասսայական խոսք, գոյություն ուներ տարբեր իրավիճակներում տարբեր բաներ, բայց ավելի պինդ էր, մարդիկ ինչ որտեղ ճիշտ է էլի կար ինչ-որ խնդիրներ, բայց ավելի վստահ էին, որ իրանց սահմանը պինդ է։ Ես չեմ ուզում սահմանին անդրադառնամ, որովհետև սահմանը լրիվ ուրիշ թեմա է։ Բայց ես վստահ եմ, որ սա մեզ մենակ դեպի վատն է տանելու։ Այսքանը, շնորհակալ եմ։